Մուլտիպլիկացիոն ողջույններ, սիրելի փոքրիկներ, եթերում մուլտիկնիկ մանկապատանեկան ուսուցողական հաղորդումն է, ձեզ է ողջունում մուլտաշխարհի ամենաբարի նկարիչ Քերի Մուլտիկնիկը։ Իհարկե, ձեզ նաև ողջունում են մուլտաշխարհի բոլոր հերոսները եւ մեր ժամապահ Քերին։ Մինչ մեր այսօրվա նկարին անցնելը դուք ձեր սպիտակ թղթիկները, գունավոր մատիկները, ռետինե ջնջոցը պատրաստվա եք, ասելու եմ թե ինչ ենք նկարելու։ Ասեմ 2025 թվականի դեկտեմբերին Քերի Մուլտիկնիկին որպես ժյուրի անդամ հրավիրեցին Global International Art Fest-ին, այսինքն փառատոնին, Քերի Մուլտիկնիկը այնտեղ փոքրիկ նկարիչներից լավագույն 5 նկարիչ ընտրեց, այսինքն նրանց նկարները։ Եվ նկարի հեղինակներին խոստացա, որ անպայման օրերից մի օր նրանց կհրավիրեմ իմ արվեստանոց ցուցադրելու իրենց աշխատանքները եւ ներկայանալու որպես լավագույն նկարիչներ։ Տեսեք, ովքեր են մեզ հյուր եկել հենց Global International Art Festival-ից, փառատոնից։ Քաղաք Երևանից Վարդան Թորոսյան, 7 տարեկան, քաղաք Մարտունի Վիլեն Սարգսյան 12 տարեկան, քաղաք Սպիտակ Մարիա Գրիգորյան 10 տարեկան, սիրելի փոքրիկներ, մեր հյուրերի անուն ազգանուններն եմ հիմա ընթերցում, քաղաք Մարտունի Դեվիդ Գասպարյան 12 տարեկան եւ քաղաք Երևանից Սուրենը Հակոբյան 11 տարեկան։ Նրանք այսօր սիրելի փոքրիկներ ներկայացնելու են այն նկարները, որ շատ էր դուր եկել փառատոնի ժամանակ Քերի Մուլտիկնիկին։ Եվ ինչպես խոստացել էի, նրանք այսօր այստեղ են, Քերի Մուլտիկնիկին հյուր են եկել եւ անձամբ իրենք կներկայացնեն իրենց նկարները։ Պատրաստ եք։ Եկեք ծանոթանանք եւ նրանց հետ եւ նրանց նկարների հետ։ Առաջ դեպի փոքրիկներ։ Ես Թորոսյան Վարդանն եմ, սովորում եմ 162 դպրոցում, որտեղ հաճախում եմ նկարչության, ընկերտ Սիրունյանի մոտ Երևա կրթահամալիրում։ Ես մասնակցել եմ Global մրցույթին եւ Մուլտիկնիկի կողմից հրավերք եմ ստացել նկարահանվելու։ Ես նկարել եմ Պիկասոյի ոճի նկար։ Ես իմ նկարը անվանել եմ Վանակատվի աչքերով աղջիկ։ Ես շնորհակալ եմ Մուլտիկնիկին, որ ինձ հրավերք տվեց նկարահանվելու։ Ստեսություն։ Բարև ձեզ, իմ անունը Վիլեն Սարգսյանը, ես 12 տարեկան եմ, սովորում եմ Մարտունու արվեստի դպրոցում, ես ապրում եմ Գեղարքունիքի մարզում, գյուղ Զոլաքարում, ինձ դուր են գալիս Հովհաննես Այվազովսկու նկարները, բայց շատ եմ սիրում Մարտիրոս Սարյանի նկարները, ես գիտեմ, որ մեծանամ հաստատ կդառնամ նկարիչ, ես այս իմ նկարում պատկերել եմ ձմեռը, որտեղ ցույց է տալիս ձմռան շունչը, ձմռան ցուրտ եղանակը եւ այլն։ Ես շատ շնորհակալ եմ Քերի Մուլտիկնիկին իր հրավերքի համար։ Ցտեսություն բոլորիդ։ Ես Մարիա Գրիգորյանն եմ, արդեն 2 տարի է ինչ հաճախում եմ Happy Life ուսումնական կենտրոնի նկարչական բաժինը։ Բացի դրանից, երբ ամռանը արձակուրդներին մենք գնում ենք Լոռու մարզ մեր գյուղ, այնտեղ էլ նկարչություն կա, ես այնտեղ էլ եմ հաճախում։ Ես շատ եմ սիրում նկարել, մասնակցել եմ Global National Art Fest մրցույթին եւ ստացել Մուլտիկնիկի հրավեր։ Նկարիչներից ամենաշատը սիրում եմ Մարտիրոս Սարյանին։ Իր նկարներից ես սիրում եմ Հայաստան նկար, բայց նրա Փյունիկյան արմավենի նկար ունեմ պլաստիլիններով պատրաստած։ Շնորհակալություն Մուլտիկնիկին հրավերի համար։ Ցտեսություն։ Բարև ձեզ, ես Դեվիդ Գասպարյանն եմ, 12 տարեկան, հաճախում եմ Մարտունու մանկական արվեստի դպրոց։ Ես իմ նկարի մեջ պատկերել եմ գյուղական կյանքը եւ հետևի ֆոնում Արարատ լեռը։ Ես շնորհակալություն եմ հայտնում Քերի Մուլտիկնիկին այս հրավերի համար։ Ստեսություն։ Բարև ձեզ, ես Սուրեն Հակոբյանն եմ, ապրում եմ Երևան քաղաքում եւ հաճախում եմ Ռադուգա արվեստի կենտրոն։ Այս նկարին ես որոշել եմ նկարեմ ձմռան լապտեր, որը փակում են եղևն ու ճյուղերը։ Շնորհակալություն Քերի Մուլտիկնիկին այս հրավերքի համար։ Սեսիոն։ Եկեք շնորհակալություն հայտնենք սիրելի փոքրիկներ, մեր փոքրիկ նկարիչներին, այսպիսի գունեղ, հետաքրքիր նկարներ նկարելու համար։ Դուք էլ, սիրելի հեռուստադիտողներ,
նկարեք նկարներ եւ ուղարկեք Քերի մուլտիկնիկին։ Ճիշտ է, գուցե դուք մրցույթների, փառատոների չեք մասնակցել, բայց Քերի մուլտիկնիկը խոստանում է, երբ որ փոստով ձեր նկարները, նամակները հասնի Քերի մուլտիկնիկին, լավագույն նկարի հեղինակներին անպայման կհրավիրեմ մեր արվեստանոց։ Իսկ հիմա, քանի որ մեր ժամանակը շատ կարճ է մնացել, ես ուզում եմ մեր մշտական հեռուստադիտողներից մեկի խնդրանքը կատարել։ Արամը 5 տարեկան, շատ է խնդրել Քերի մուլտիկնիկին, որ Քերին ձեզ սիրելի մեծեր եւ փոքրիկներ սովորեցնի նկարել մուլտիպլիկացիոն թզուկ ծաղրածու։ Բա հետաքրքիր առաջադրանք է, ես շատ սիրով այն կկատարեմ այդ առաջադրանքը։ Վերցնում եք սև մատիտը, ես մարկեր եմ վերցնում, դուք սովորական մատիտներ վերցրեք, որպեսզի նաև կարողանաք ռետինե ջնջոցով մաքրեք, նկարեք այնպես, ինչպես Քերի մուլտիկնիկը։ Պատրաստ եք։ Տեսեք, շատ հեշտ ձևով եմ սովորեցնելու նկարել մեր թզուկ ծաղրածուին։ Նախ եւ առաջ ձվաձև կլորիկ ենք անելու իբրև գլուխ։ Կարող եք հաստ մատիտով էլ միանգամից անել, այսպեսի մի հատ գլուխ ենք նկարելու ձվաձև կլորիկով։ Հետո լայն եզր գլխարկ եմ տալու այսպեսի մի պատկեր։ Այս նկարը կարող են նկարել ամենակրտսեր նկարիչները 4 տարեկանից մինչև 6 տարեկանը, քանի որ շատ հեշտ ձևով եմ սովորեցնելու նկարել մեր թզուկ ծաղրածուին։ Դե ծաղրածուների քիթիկը ինչպիսին է լինում։ Այո, կլորիկ։ Մենք կլորիկ քիթիկ էստեղ կնկարենք, սիրելի փոքրիկներ, ուշադրություն։ Հետո աչքերը 1 2 Հիմա ես կիսալուսնաձև սևիկները կնկարեմ 1 2 Ունքեր մազի թելիկներ էստեղ գլխակը կշարունակենք սրած այդ Հիմա բերանիկա ժպտերես կնկարենք էստեղ ուշադրություն փակագծենք հակառակ ներքևի շրթունքը Ես ականջներ էլ կտամ նրան, մուլտիպլիկացիոն, կարծում եմ 4 տարեկանից մինչև 6 տարեկան փոքրիկ նկարիչները շատ հեշտությամբ կնկարեն մեր այս հերոսին թզուկ ծաղրածուին։ Հիմա ես օձիք եմ նկարելու։ Այս հերոսին, իմ փոքրիկ բարեկամներ, տաբատ չեմ տա, միանգամից երկար խալատ կնկարենք, իբրև ծաղրածու, ուշադրություն, ինչու եմ այսպես նկարում, որպեսզի փոքրիկ նկարիչները չդժվարանան Քերի մուլտիկնիկի հետ նկարել մեր այս հերոսին։ Այստեղ, տեսեք, երկար խալաթը առանց տաբատի, ուղղակի ուղիղ չեմ միացնի, տեսեք ինչքան ալիք կտամ այսպիսի կլորիկ, իբր ծաղրածույական կոշիկներն են, ներքևի հատվածը, կորգծիկով կմիացնենք, այստեղ կլորիկ մեծ կոճակներ կանենք, թևիկները, դե քանի որ փոքրիկների համար ենք նկարում, շատ բարդություն չեմ անի, ձեռքը պարզած, ծալված, ձեզ համար հեշտ լինելու համար ուղղակի ձեռքերը, այսպես կկախեմ աջ եւ ձախ։ Այստեղ բռունցքներ կանեմ եւ բութ մատիկը կերևա։ Տեսակ, մեր թզուկ ծաղրածուն արդեն պատրաստ է։ Պետք է նրան շտապ ներկել, իմ փոքրիկ բարեկամներ, քանի ժամանակ ունենք։ Ես կարմիր մատիտը վերցնելու եմ, միանգամից մեր ծաղրածուի քիթիկն եմ ներկելու։ Այսպես ուշադրություն։ Եզրագծում եմ, աչակողմյան մասում փայլիկ եմ թողնում, մնացած ներկում եմ կարմիր։ Կարմիր կարելի է ներկել նաև շրթունքը, այսպես ներքևի շրթունքը, կարմիր մատիտով կոպերը կընդգծեմ, կոճակներն եմ ներկելու, իմ փոքրիկ բարեկամներ, և կոշիկները, այն փոքրիկները, որ մի փոքր դժվարանում են, կարող են մեծերին խնդրել, որպեսզի նրանց օգնեն։ Սա աջ կոշիկը, սա էլ ուշադրություն, ձախ կոշիկը։ Օձիքը իմ փոքրիկ բարեկամներ, ես ուզում եմ ներկել
Նարնջագույն ուշադրություն, ինչ ենք անելու։ Այսպես, նարնջագույն մատիտով օձիքը ընդգծում ենք, այսպես, նույն նարնջագույն մատիտով ներկելու ենք գլխարկը, անպայման պատկերը եզրագծեք, իմ փոքրիկ բարեկամներ, նոր նկարեք, այսպես, շատ լավ է, գլխարկներն ներկեցինք, հիմա ես ուզում եմ հագուստը, խալաթը, այսպես ասենք, թզուկ ծաղրածուի կանաչ ներկել, բաց կանաչ մատիտով կներկեմ, հետո դուք ինչ գույնով ցանկանում եք ներկեք, ձեր ծաղրածուն է, փոքրիկ, գուցե դուք հագուստը այլ ձև եք պատկերացնում, այլ գույների մեջ, այսպես, ես հիմա ընդգծում եմ այն պատկերները, բաց կանաչ մատիտով, որը պետք է ներկենք մենք, կարծում եմ այս կարճ ժամանակում մենք կհասցնենք ամբողջովին ներկել վերջացնել։ Այս նկարը այն փոքրիկները, ովքեր 4 կամ 5-6 տարեկան են, կարող են նկարել, հետո վերջում դնել ծրարի մեջ եւ ուղարկել քեռի մուլտիկնիկին։ Ես անպայման բոլոր նկարները կցուցադրեմ եթերով։ Գուցե լավագույն նկարի հեղինակին նաեւ հրավիրեմ մասնակցելու մեր հաղորդմանը։ Կանաչով ներկեցինք, իմ փոքրիկ բարեկամներ, վերցնելու եմ վարդագույն մատիտը, բաց վարդագույն մատիտը, թաթիկներն եմ ներկելու, այսպես, կոպերը կընդգծեմ, մազի թելիկները կթողնենք սպիտակ, այլ գույնով ենք ներկելու, հիմա կլորացնում ենք դեմքը վարդագույն մատիտով, ականջները կներկենք, ամբողջովին եթե նկատում եք, ես չեմ ներկում, ուղղակի եզրագծում եմ աչքերը, ինչ որտեղ սպիտակ եմ թողնում, որպեսզի նաև մեզ օգնության գա ամենակախարդական մատիտը, դեղին մատիտը, ժամանակ, դեռ ունենք, կարծում եմ կհասցնենք, մի քիչ երանգավորում ենք մեր ծաղրածուին, թող գունեղ, փոքրիկ թզուկ ծաղրածու դառնա, այսպես, այստեղ փայլիկներ, բռունցքը կընդգծենք, շատ լավ է, մուգ կանաչ մատիտով կներկեմ մազերը, այստեղ մազի թելիկները եթե նկատում եք, երևում են, և նախշեր գալարաձև հագուստի վրա։ Դուք ավելի ուրիշ նախշեր կարող եք անել, ժամանակի սղության պատճառով ես այսպիսի նախշեր եմ անում շատ արագ։ Հիմա հատակը, այսպես, բաց շագանակագույն կներկեմ կամ մուգ դեղին, ինչպես ցանկանում եք դուք, այսպես։ Սպիտակ թղթիկը ուղղակի ճնշում ենք, որպեսզի մեր հերոսը ավելի լավ երևա։ Եվ կապույտ մատիտը մեզ օգնության կգա։ Սա արդեն գծիկից վերև ենք ներկելու, եզրագծելով մեր հերոսին։ Տեսեք։ Սպիտակ թղթիկը ճնշում ենք։ Ձեր հերոսը ավելի ակտիվ է երևում, այսպես, գերեցիկ ստացվեց կարծում եմ, մեր հերոսը, կարմիր մատիտ ուրես, մի քանի գալարաձև նախշերել, երևի թե գլխարկի վրա անել, այսպես, Եվ մեր թզուկը, մեր մշտական հեռուստադիտողի առաջադրանքով արդեն պատրաստ է։ Այս նկարները, սիրելի փոքրիկներ, այս նկարները, դե այս շաբաթվա նկարների մասին է խոսքը, հատկապես այս նկարը 4-ից 6 տարեկան փոքրիկ նկարիչները կարող են նկարել, դնել ծրարի մեջ, գրել մեր հասցեն և ուղարկել քեռի մուլտիկնիկին։ Անպայման գրեք, թե ձեզ ով օգնեց նկարելու ժամանակ կամ գուցե ինքնուրույն եք նկարել, դե հիշեցնեմ մեր անփոփոխ հասցեն։ Քաղաք Երևան,
Ալիխանյան եղբայրներ 2 կենտրոն հերոստանգերություն մուլտիկնիկ հաղորդմանն եք ուղարկում։ Խոստանում եմ անպայման ցուցադրել ձեր նկարները լավագույն նկարի հեղինակներին, հրավիրել մեր տաղավար։ Իսկ դուք սիրելի ծնողներ, անպայման, այսպես սիրելի ծնողներ, անպայման բաժանորդագրվեք YouTube-յան մեր էջին, մուլտիկնիկ YouTube-յան էջին։ Այսօրվա համար այսքանը։ Ժամապահ քերին մեր հյուրերը, որ հիմա մեր կողքի սենյակում են, եւ փոքրիկ թզուկ ծաղրացուն ձեզ հրաժեշտ են տալիս հանդիպելու ակնկալիքով, այսինքն կհանդիպենք վաղը։ Ձեզ ասում եմ կախարդական խոսքը, որից հետո պետք է անետանանք։ Ալբուլդա